հյուրը Կարո Արարատն է, համանքային ակտիվիստ եւ քաղաքագետ։ Ողջույն Կարո եւ շնորհակալ եմ, որ եկաք։ Բարի օր, շնորհակալ եմ։ Մենք հաճախ, այսինքն շատ հաճախ չէ, բայց այդպես շփվել ենք եւ գիտեմ ձեր մտքերը, կուզեի, որ մեր հեռուստադիտողներն էլ իմանան, թե ինչ է մտածում։ Ընդհանրապես այնպիսի տպավորություն կա, թե Սփյուռքը ընդամենը մի որոշ մասն է, այդպես ընդվզում եւ այլն, հիմնականում ասում են դրա դաշնակցությունն է, քանի որ ընդդիմադիր է, բայց մնացածը այսպես համաձայն են Փաշինյանի օրակարգերին։ Հիմա ուզում եմ քեզ հարցնել, ինչ է կատարվում եւ այն խաղաղությունը, իմ կարծիքով կեղծ խաղաղությունը, որը քարոզում է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը մեր հասարակությանը, որքանով է խաղաղություն, քո տպավորությունները եւ քո գնահատականները, խնդրեմ։ Ինչպես որքանով է խաղաղություն բերելու։ Սկսեմ վերջից, իհարկե չի բերելու, որովհետեւ դաշտ նետած եւ հայերի վզին փաթաթած բոլոր այս թեզերը, բոլոր այս օրակարգները թշնամական են, հակահայկական են եւ սուտ են։ Իսկ քանի որ սուտ են եւ ֆեյք են, դա չի կարող տրամաբանորեն բերի ինչ որ պրոհայկական հայամետ արդյունքի։ Եվ այս լինելով ստի օրակարգի մեջ, մենք ասենք մեր ժողովուրդը դարձել է այդ օրակարգի զո։ Արդեն 7-րդ տարին է, 8-րդ տարին է սկսել շուտով, եւ այդ օրակարգի մեջ մենք ապրում ենք։ Եվ ամենատակիրը գիտեք որն է, որ այս ամբողջ process-ը հակատրամաբանական է։ Երբ որ ամեն ինչը ինչ ասվում է շատ բաց տեքստով։ Ուղղակի պետք է նշել, ուշադիր լինել եւ հասկանալ իրավիճակը։ Այսինքն, երբ ասում են, որ պատերազմը դա խաղաղություն է, իրական խաղաղությունը դա պատերազմ է, իրենց լեքսիկոնով։ Երբ ասում են, որ իրենք ասում են խաղաղություն, դա նշանակում է պատերազմ։ Իհարկե պատերազմ, ինչպես նշանակում են, ինչպես ասում են, որ պարտությունը դա հաղթանակ է, պարտությունը չի կարող հաղթանակ լինել։ Եվ եթե հիշեք, որ պատերազմ վերասկսելու երկրորդ օրը, սեպտեմբերի 28-ին, ես լավ եմ հիշում, իր եթերներից մեկը եւ խմած մտավ, հարբած մտավ, հիստերիկած վիճակով եթեր, ինքը ինչ էր ասում պատերազմի երկրորդ օրը։ Մենք պարտված չենք զգալու, ինչ է լինում։ Եկեք այո, մենք եթե մենք տարանք, մենք մեր պատրաստ չենք համարի։ Եվ ինչ անում այսօր 7 տարի անց, այսօր դասընթացներ են կազմակերպում տարբեր համայնքներում Հայաստանի, շարունակելով ժողովրդի ուղեղը լվանալով եւ փորձում են նաեւ հիմա հայերին բացատրել, որ գիտեք ինչ, այսքան պարտություն ունեցող ժողովուրդը վերջապես պետք է սովորի պարտվել։ Դա իրենց թեզն է, հիշում եք, վերջերս դատեված։ Եվ այո, այս ամենը հակատրամաբանական է եւ փոխարեն մենք ժողովուրդը ապրելով այս կյանքը փոխարեն մենք ամրացնենք մեր երկիրը, լայնացնենք մեր սահմանները, ուժեղացնենք մեր սահմանները, մենք հակառակ փոքրանում ենք, փոխարեն մեր ժողովրդի կյանքը լավանա, մենք ունենք հակառակ փախստականներ, փոխարեն Հայաստանի բնակչությունը շատանա եւ հայերը Սփյուռքում երազեն Հայաստան վերադառնան։ Հակառակ արտագաղթ ավելի շատ է այսօր, այս վերջի 5 տարվա ընթացքում, քան որևէ այլ, այսպես կոչված նախկին իշխանությունների օրոք, նույնիսկ 90-ականների օրոք, այսօր ավելի վատ արտագաղթ է։ Եվ տենդենսը Եվ դա մենք զգում ենք այստեղ։ Այո, եւ նույնիսկ իմ ծանոթներն են Հայաստանում զգում դա, տեսնում են, որ նաեւ green card-ի դիմելուց է դա երևում, դա տենդենսը, ինչը որ է գնում։ Ասենք փոխարեն մենք ձգտենք դեպի լավի, մենք հակառակ դեգրադացվում ենք։ Փոխարեն Հայաստանի վիճակը, ասենք արտասահմանում ազգային ասպարեզում ուժեղանա, այսօր մենք դարել ենք, տես ֆուտբոլի գնդակ ենք դարել, ուզում եմ ստշում է։ Ու մեզ արդեն չեն հարգում։ Այսինքն այս ամբողջ հակատրամաբանական է, եւ ամեն ինչը գալիս է Փաշինյանի որոշ դեպքերում անկես լինելու։ Հիշում եք իր գիրքը երկրի հակառակ կողմը։ Այսա տրամաբանության հակառակ կողմն է։ Եվ այսօր կառուցվում է 7 տարի արդեն հակա-Հայաստանը, Արցախի Հայաստանի հիմքի վրա կառուցվում է հակա-Հայաստանը։ Եվ այդ բոլոր թեզերը հակահայկական արցախցիներին վնասելով դա հակահայություն է, դա հակահայության առաջի եւ շատ բանը սիմվոլ է, սիմվոլը որն է, նմուշն է։ Հիմա ինչ է թաքնված ըստ քեզ այս խաղաղություն կոչվող պայմանագրի ետևում։ Եվ դե պարզ մենք ունենք այսօր իրականում մենք դիտում ենք ցավոք սրտի հայկական հարցի թուրքական լուծման իրականացումը։ Հայկական հարցը
դա շատ պրիմիտիվ ասելով, հայ մարդու իրավունքն է հայկական սրբազան հողի վրա ապրելու եւ ստեղծագործելու։ Եվ դա այդ իրավունքը մենք պետք է ապահովենք եւ նախկինում, արդեն պետք է ապահովենք նախկինում, անցյալի մեջ, ներկայիս եւ վաղվա օրը, որովհետեւ թշնամին ջնջում է մեր իրավունքը նաեւ նախկինում, փոխելով, արտագրելով պատմությունը եւ կեղծ թեզեր առաջ բերելով, կեղծ կոնֆերանսներ կազմակերպելով, ինտերնետը եւ գրադարանները լցնելով կեղծ գրքերով, որը նորատպած գրքերով, սա նույնպես թուրքական, թշնամական, հակահայկական օրակարգի դրսևորումն է, օրակարգի implementation-ն է, եւ այսօր արդեն վերջի 7 տարի կարող ենք տեսնել, կարող ենք ֆիքսել եւ կարող ենք հանգիստ խիղճով ասել, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը համար 1 հայ ժողովրդի համար 1 թշնամիներն են։ Որովհետեւ հայկական հարցի լուծումը ունի մի քանի լուծում իրականում։ Թուրքական որոշումը, թուրքական լուծումը տարբերակը նշանակում է բնաջնջել Հայաստանը։ Հայաստանից որևէ հայկական քաղաքակրթությունից, հնագույն հայկական քաղաքակրթությունից որևէ բան չթողել։ Հայկական հողերի վրա, պատմական հողերի վրա 90-95% հետքերը արդեն բնաջնջվել են, ոչ մի բան չի մնացել։ Այսօր մնացել է միթիզ երկիր։ Մնացորդն է հզոր հնագույն հայկական քաղաքակրթության մնացորդն է մնացել, եւ նույնիսկ այդ է արդեն դարձել հարցականի տակ է դրված։ Եվ սա պարզ է երևում, թշնամու օրակարգի նպաստ պարզ է երևում, եւ այսօր Հայաստանի իշխանությունները ավելի ակտիվ են ներսից, ինչ եմ ասում համար 1 թշնամին, որովհետեւ մեր դրսի թշնամիները բարեբախտաբար մեզ համար անկեղծ են, իրենք միշտ ասել են ինչ են անելու։ Նպատակները ասում են, մենք գալիս ենք, մենք պետք է ոչնչացնենք, մենք պետք է քանդենք եւ այլն, մի մասը եթե կարողանանք ձուլենք եւ այլն, եւ ասում են, անում են։ Այս սրանք ներսից ասում են սպիտակ, անում են սև։ Եվ դրա համար թաքնված, արդեն այլևս թաքնված չեն իրանք։ 7 տարի առաջ թաքնված չեն։ Ճիշտ է, բոլորը ուրախանում էին, նույնիսկ այստեղ իմ հարազատներս, ծանոթներս ուրախանում էին եւ իբր թե հեղափոխություն տեղ ունեցավ, ես ինչի կարող ասել ես ասել, որ ես ցավակցում եմ, որովհետեւ սա վատ պերիոդի սկիզբն է սկսվում, որովհետեւ գիտեի ինչ է լինում, գիտեի, որովհետեւ ես հիշում եի սրանք ով են։ Հայաստանի իշխանությունները նաեւ ամեն կերպ խուսափում են Արցախ անունը տալ, Արցախի մասին հիշատակումներ լսել, արցախցիների իրավունքների մասին խոսել, հրաժարվում են այդ օրակարգերից եւ արդեն գնում են սահմանադրական փոփոխությունների, որտեղ երեք հենց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հղումը անկախության հանրակրվեի, որը Արցախի մասն է երկի առաջին հերթին, երկրորդ ցեղասպանության դրան կգանք հանել։ Այսինքն ինչ պետք է այս պայմաններում Արցախի էջը փակված է քեզ թե ինչ է սպասում, թե այնուամենայնիվ հնարավոր է այսպես հետ բերել։ Տեսեք, մեր թեման օրակարգ նկատի ունեմ։ Այո, մեր թշնամիները իրականում ամբողջ իրենց գործունեությունը շատ տրամաբանական է։ Այսինքն ինչ որ անում է Ալիևը տրամաբանական է, այն ինչ որ անում է Էրդողանը տրամաբանական է, եթե մարդ կարդացել է կյանքի մեջ ինչ որ Սունձից սկսած մինչև Բիսմարկ ինչ որ ստրատեգիայի մասին գրքեր, 1-2 հատ մարդ արդեն մի քիչ ուղեղը ունի մտածելու հնարավորություն։ Հասկանա դա ինչ է կատարվում։ Ամեն շրջանական է։ Նույնիսկ այսօրվա մեր Հայաստանի իշխանությունները, որը նաև թշնամու գործընկերներն են եւ համար 1 թշնամիներ են Հայաստանի համար եւ հաջողորդի համար։ Նույնիսկ իրանց քալերը տրամաբանական են այս եթե տեսնենք այս process-ների մեջ։ Եվ ասեցի, որ այսօր թուրքական լուծումն է իրականացվում հայկական հարցի, դա ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանությունը նախ չի սկսվել 1915 թվականին, դա մի քիչ այլ թեմա է, եւ նա չի ավարտվել 1921-ին կամ 22-ին, որովհետեւ նույնիսկ այն ժամանակ, երբ որ Հայաստանը սովետացվեց, նույնիսկ մշակութային ժառանգությունը քանդելով, դա արդեն ցեղասպանության մշակութային ցեղասպանության շարունակություն է։ Նույնիսկ ժեղտելով, ասինքն չընդունելով ցեղասպանությունը, ցեղասպանության գիտության մեջ, դա արդեն ցեղասպանության շարունակությունն է։ Եվ այսօր, երբ որ եւս մեկ հայկական մարզի, կարելի ասել աշխարհի, Արցախ աշխարհի ակտիվ ցեղասպանությունը շարունակվում է, մշակութային եւ ոչ մի մշակութային էթնիկ զոտումը նաև ցեղասպանության էլեմենտ է։ Մշակութային ժառանգության քանդումը, ոչնչացումը նույնպես ժառանգության մի մաս, ասենք ցեղասպանության մի կոմպոնենտն է,
Այսօր ինչ որ սրանք կարելի է եւս բան ավելացնել։ Ցեղասպանության եւս մեկ բաղադրիչ կա էթնոցիդ, որը նշանակում է էթնոսի գիտության դեմ պայքարը։ Դա այն է, ինչ բառացիորեն ամենօրյա ռեժիմով անում է Հայաստանի իշխանությունը, խփելով հայկական գիտությանը, չէ՞, ինքնագիտությանը, ինքնությանը, ոչ ասենք փորձելով կտրել մեր արմատների հետ, մեր պատմության հետ, մեր սիմվոլների հետ, Մասիս Լերանից սկսած մինչև Արցախը, սա ամեն ինչը մտնում է տրամաբանության մեջ։ Հայ ժողովրդի ցեղասպանության ավարտի տրամաբանությունն է սա։ Եվ դրա համար իրաց համար ինչի է նաև դա տրամաբանական, ինչի է սա, ինչի զարմացնում ոչ մի բանը, ինչ անում են սրանք, շատ արտին վաղուց, որովհետև ինչպես նշեցի 2018 թվականին, երբ որ եղավ իշխանազավթում եւ Հայաստանը գրավեց թշնամական ուժերի կողմից, եւ դրա համար լիքը ապացույցներ կան եւ ես վստահ եմ, որ համոզված եմ դեր եթերում է լիքը մարդիկ եկել են, ավելի այտենց մասնագիտական, այդ կոնկրետ թեմայով խոսացել են, բացատրել են եւ այո այդ արդեն պարզ էր, որ այս մարդիկ, այս խումբը, որը գալիս է իշխանությունը, որը եկել է, դրացողները, նրանք ապրիորի ատում էին Արցախը։ Եթե մարդ գալիս է, ովքեր են բերել իշխանությանը մարդը։ Լավ հարց է։ Հիմա շատ կարևոր թեմա է Հայաստանում, բոլորը իրար մեղադրում են այսպես, դուք եք բերել, մենք ենք բերել։ Լավ հարց է։ Բայց իրականում ովքեր են բերել։ Թուրքերն են բերել։ Կարևորը գիտեք հասկանալ ձեր խոսքի տրամաբանությունը, որը իդեպ ես համամիտ եմ, տանում են նրան, որ թուրքերն են բերել, այդպես է։ Սա շատ ուղղակի թե անուղղակի։ Սա երկար թեմա։ Ուղղակի նրանք իհարկե նրանք երկար թեմա, բայց կարճ պատասխան։ Այո, հասկանում եմ։ Նրանք իհարկե մասնակցել են, ասինքն սովորաբար աշխարհը ոնց է տեղի ունենում, տարբեր տարածաշրջաններում լինում է, որ որոշ քաղաքական հետաքրքրությունները, քաղաքական նպատակները համընկնում են տարբեր ուժերի։ Եվ մեր տարածաշրջանում, մանավանդ Հայաստանում, համընկել է մի շարք պետությունների, մի շարք ուժերի։ Այստեղ կարելի է ասել եւ արևմուտքի տակ մենք կարող պետք է նշենք անպայման եւ Մեծ Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այստեղ նաեւ իրենց շատ կից համագործակիցներ իհարկե կան եւ են Թուրքիան, Ադրբեջանը եւ Իսրայելը։ Այս բոլոր առնվազն 5 կետերի, 5 ուժային կենտրոնների օրակարգը համընկել է, իրենց շահերը համընկել է մետաղաշրջանում եւ այս ամբողջ խաղի մեջ ամենաթույլ կետը դա Հայաստանն է։ Ասեմ ավելին, այնիշ տեղի ունեցավ 18-ից ի վեր, այնինչ կոնկրետ 2020-ին, սա ասենք butterfly effect գոյություն ունեցած բան, թիթեռի էֆեկտ է։ Այսինքն լինելով հասկանալով, որ ամեն ինչը փոխկապակցված է այս աշխարհում, անհամեմատ մեր տարածաշրջանում, մեկին կարող թվա, որ շատ փոքր է, մեծ է, իրականում փոքր ենք ու շատ խիտ ենք։ Այս ամբողջ իրավիճակը նաև ազդել է Սիրիայի անկմանը այսօր, որովհետև ինքը տենց բաներ ունի, շղթայական ռեակցիա ունի։ Ու դա նաև ազդել է նրան, ինչ այսօր կատարվում է Պալեստինայում, որոշ մասով Լիբանանում, որոշ մասով ու դեր ինչ որ կատարվելու է, որովհետև օրինակ եթե կար առաջ երկու ուղի վեկտոր, մեկը հյուսիս-հարավ, ես խոսում եմ հիմա ամուտագության վեկտորների մասին, ամուտագության համակարգերի մասին, որտեղ կար Ռուսաստան, Հայաստան, Պարսկաստան, Իրան, եւ կար արևմուտք, արևելք, դա, որը այնպես խաչվում է։ Եվ ցավոք մենք այդ հենց Խաշմիրուկի վրա ենք, որտեղ Խաշմիրուկ ենք, այո, ու երբ 2018 թվականին Հայաստանը դուրս ընկավ հյուսիս-հարավից եւ դարձավ արևելք, արևմուտք։ Չէ, դա էլ չդարձավ։ Հանրապես ոչինչ դարձավ։ Դե դարձնում են, դա ամբողջ իմաստը դա էր, որ Հայաստանի տարածաշրջանի, Հայաստանի տարածքի միջոցով է այդ դառնալու դարձելու եւ մենք հիմա դա դիտում ենք։ Արցախը հաջորդը դասունիկն է, որը շատ-շատերի կոկորտում է վաղուց։ Շատ լավ, մենք բոլոր քննարկումների վերջնարդյունքում գալիս հանգում ենք հիմնական հարցին՝ ինչ անել։ Ինչ կարող ենք մենք անել այստեղ Սփյուռքից եւ Հայաստանին ինչ պետք է անել։ Հայաստանում կան առողջ ուժեր, շատ իրականում թեմաները շատ մեծ են, 2 րոպեում։ Չէ, ուժերի մասին չեմ ուզում խոսենք։ Չէ, ես հասկանում եմ։ Պետք է անենք հիմա, մենք պետք է խոսենք մեր պոտենցիալի մասին, մեր ռեսուրսների մասին եւ այսօր հայ ժողովուրդը դեռ ունի այն ռեսուրսը, ուղղակի այդ ռեսուրսը քայքայված է, ռեսուրսը տարածնջված է եւ
Պիտի լինի մեկ գաղափար, որի շուրջ առողջ ուժերը, որոնք արդեն ոչոքուն չեն վստահում, ոչոքուն չեն հավատում, որովհետև երկար տարիներ աշխատանք է տարվել։ Համար ժամանակապետք, որը մենք չունենք։ Դուք ասացիք, ժամանակը շատ քիչ վերջին փուլի մեջ ենք արդեն։ Այո, վերջի փուլն ենք, այո։ Մենք շատ մոտ ենք անդրադարձության նորս եւս մեկ շատ կարևոր ու ցավալի անդրադարձության կետին հասնելու։ Եվ դա կարող է լինել առաջիկա 1.5 ամսվա ընթացքում, ցավոք սրտի։ Բայց Սփյուռքը ունի պոտենցիալը առնվազն սկսի նոր շարժում, Հայաստանի ազատագրական շարժում, որովհետև եթե մենք Հայաստանը չազատագրենք ճշտամական ուժերից, մենք հայկական քաղաքակրթության վերջն է գալու։ Շատ լավ միտք էր։ Սփյուռքի շարժում, որը կոչվի Հայաստանի ազատագրման շարժում։ Այո, ես եթե դա լիներ մի քանի տարի առաջ, ես կարծեի, հեյ հայեր, միացեք գաղափարին, բայց այսօր այլևս ոչ ոք չի հավատում նման, որտեղ աղմուկը այդքան շատ է, որ ճիշտ բառը եւ առաջարկը, ալյուտրանքային առաջարկները այսօր չեն լսվում, ցավոք սրտի։ Շատ շնորհակալ եմ։ Բայց ալյուտրանքը կա։ Կարճ ժամանակում բավականին, այո, կարճ ժամանակում 10-15 րոպեում բավականին ծավալուն թեմաներ շոշափեցինք։ Շնորհակալություն։ Սիրելի այրնակիցներ, իմ զրուցակիցը Կարո Արարատն էր, համայնքային ակտիվիստ Լոս Անջելեսում եւ քաղաքագետ։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։